Ես գտնում եմ, որ իմ գոլեկայի զեկույցում արտահայտված այն միտքը, որ Հայաստան և Իրան հարաբերություններ առանձնահատուկ բնույթ ունեն, իրականության մեջ քաղաքավարական խոսք չեն, այլ իրական պատկերի իրական ընկալում է։ Համաձայն եմ նաև, որ համալսարանական գիտությունը ազդում է պետությունների որոշման կայացման վրա։ Ես ոչ միայն իմ բառակայով եմ ասում, ոչ միայն ակադեմիական հետազոտող եմ, այլ նաև Հայաստանում հեղափոխությունից հետո մեր հեղափոխություն ստեղծել են կուսակցություն, որը լայնորեն համագործակցում է և ակտիվություն ունի քաղաքական ոլորտում երկրի։ Ես ուզում եմ, որ ավելի կենտրոնանամ իմ գոլեկայի զեկույցման շրջանակներում հարցադրման ուղղությունների մեջ, քանզի ստացվեց պրոբլեմների համընդհանուր հետաքրքրություն։ Մենք եթե վերցնում ենք Հայաստանի Հանրապետության 44-օրյա պատերազմը և նրա արդյունքը և Սիրիայից Իրանի Իսլամական Հանրապետության դուրս գալը, այդ երկու գործոնները գեոպոլիտիկական քարտեզի վրա գծում են բոլորովին այլ պատկեր և նոր պատկեր։ Երկու պարագայում են կարևորվում է Իրանի Իսլամական Հանրապետության հզորությունը և Հայաստանի Հանրապետության կայացող անկախությունն ու հզորությունը։ Մեր ցանկությունից անկախ օբյեկտիվ իրականությունը երկու պետություններին մղում է իրար հետ համագործակցության, որի առանցքը հարավ-հյուսիս ճանապարհն է, բայց իմ պատկերացումով այդ ճանապարհը Իրանի պարագայում ունի երկու ուղղություն, երկճյուղված է։ Առաջինը Բանդար Աբբասն է և տանարարկելի է, երկրորդ պարագան Չաբարի նավանկիցն է և նրա ճանապարհը կենտրոնական Իրանով, դեպի Հայաստանի սահման։ Որովհետև Չաբարի նավանկիցը առաջացնում է տնտեսական, քաղաքական, ռազմավարական այնպիսի մի պոտենցիալ, որ նախկինում չի եղել։ Ես նկատի ունեմ Հնդկաստանի աճող հզորությունը, ես կասեի անկանխատեսելի հզորության աճը, որը բացառապես շահավետ է ինչպես Իրանի համար, այնպես էլ Հայաստանի Հանրապետության համար։ Եթե պայմանական ասենք, այստեղ դաշնակցային հարաբերությունների չգրանցված պատկեր է առաջանում, հեռանկարի մեջ։ در واقع تصویر جدیدی که بدون نانوشته در عین حال یک اتحاد استراتژیکی است که نانوشته است. Կարծում եմ այստեղ գոլեգաներ, որոնք կրթված պրոբլեմներին ծանոթ գիտնականներ են կամ հետազոտող ուսանողներ, բացատրելու նրա նշանակությունը կարիքը չկա հավելյալ։ Ես ինչու հիշեցի Սիրիայի պարագան և տասնյակ տարիների ուրեմն հետողության Իրանի Իսլամական Հանրապետության հնարավորության սահմանափակման մասին։ Ինձ թվում է այդ պարագան Իրանին ավելի է կենտրոնացնում այլ տարածքներում, այլ հզորություններով։ Եվ այստեղ հայկական միջանցքը կամ հյուսիս-արևելքը ունենի բացառիկ նշանակություն, թե մենք անկեղծ ենք։ Ես գիտեմ, որ բացի Հայաստանի Հանրապետությունը, Իրանի Իսլամական Հանրապետությունը իր հարևանների հետ այս կամ այն չափով ինչ-որ հարցեր ունի։ Հայաստանի հետ որևէ խնդիր չունի։ اما تنها با طرفی که هیچ مشکلی ندارد ارمنستان است. Դա նշանակում է Իրանի Իսլամական Հանրապետությունը կարող է եւ գեոպոլիտիկայի օրենքների պարտադրանքով պարտավոր է որոնել ռազմավարական երկրորդ հզոր ճանապարհը։ Եվ դա հայաստանյան ճանապարհ։ اون راهی است که از ارمنستان عبور می‌کنه. Դա Իրանի Իսլամական Հանրապետությանը կազատի մանևրի մեջ Ադրբեջանի ճնշումներից եւ քմաջուկից։ Ասեմ նաեւ շահավետ է։ و دارم مفید به حتی. Դեպի Սերձով Իրանի ապրանքների արտահոսքը երկու օր մոտավորապես ժամանակի ընթացքում շահում է շարժման մեջ մեքենաների։ Բնականաբար դա չի վերացնում ադրբեջանական ճանապարհի նշանակությունը,
البته این موضوع به نیست منظورم این نیست که اهمیت جاده طرف آذربایجانی باید از بین بره. Սահմանափակում է Ադրբեջանի ճնշումների հնարավորություն։ اما در این حال آلترناتیوی است که میتواند فشارهای احتمالی که از طرف آذربایجان میتواند باشد رو کاهش بده. Սա այն դեպքն է, որի քննարկումը եղել է 19 տարի երկրորդ կեսերին գերմանական գեոպոլիտիկայի շրջանակներում։ Ռացեր, Ռիտել, այսպես Չելեն եւ այլն։ Կանգն ապացուցեց, որ պետությունները գեոպոլիտիկաները գործում են կենթանի օրգանիզմ պետությունների հետ։ Եվ պետությունները որպես կենթանի օրգանիզմ հաջողակ են այնքանով, ինչքանով գեոպոլիտիկական հարցերը լավ են լուծում։ Բնականաբար Հայաստանի համար այս լուծումը խիստ շահավետ է։ Ուրեմն Հայաստանը այդ պարագայում Իրանի Իսլամական Հանրապետության փոխշահավետ փոխհարաբերության մեջ դառնում ավելի ուժեղ պետություն, مطمئنا دولتی قوی‌تر خواهد بود ավելի անկախ պետություն و دولتی مستقل‌تر خواهد بود եւ ինչպես ռուսական, այնպես եւ ադրբեջանական շանտաժից դուրս։ Այս պարագայում Ռուսաստանը չի ունենա ուժեղ Հայաստանի պարագայում հնարավորություն վերադառնալ եւ կանգնել Իրանի Իսլամական Հանրապետությանը ուղղակի կից։ Այդ պարագայում արևելք արևմուտք հայկական խաչմերուկի երթուղին ստանում է ավելի արդյունավետ բովանդակություն։ Ես հասկանում եմ, որ իմ այս առաջարկը շատ անգամ առաջացնում է ներվայնություն, ստանդարտ մտածողության հիվանդություն, առաջացնում է նաև այլընկալումներ հոգեբանական։ Բայց պետություններն անկախ են պատկերացումից եւ ձեր ցանկություններից, اما دولت‌ها جدای از علاقه‌مندی‌ها و خواست‌های من որոնում են մանևրի ազատություն, به دنبال یافتن راه‌های مانور و آزادی مانور خودشون անվտանգություն առանց ռազմական ճնշումների, تامین امنیت و بدون از فشارهای ուժի نظامی կիրառման եւ արգավաճման։ و تهدیدات نظامی و در این حال به فکر توسعه و رشد هستند. Առանցին այլ պարագայում չի շահում Իրանը, در این صورت و به صورت موردیانه ایران منفعتی نخواهد داشت չի շահում Հայաստանի Հանրապետությունը։ و ارمنستان نیز منفعتی نخواهد داشت. نه. Եթե ես վկայակոչեմ Չելենին, ես կարող եմ ասել, որ այս պարագայում Հայաստան եւ Իրան դառնում են օրգանական կառուցվածքով ամենամեծը։ Մենք այդ պարագայում կոմբես հասնում ենք մեր բարդությունը 44 օրյա պատերազմում, و در اون صورت ما در واقع شکست خودمون رو از شکست خودمون در جنگ 44 عبور میکنیم եւ Սիրիայից Իրանի Իսլամական Հանրապետության դուրս գան արտամաղում։ و همچنین خروج ایران از سوریه رو در واقع به نوعی ازش گذر میکنیم. Այդտեղ մնացած խնդիրները արդեն մանրուքներ են ստրատեգիական հարցադրումների մեջ։ Այս ճանապարհում մենք կունենանք ինչ նաեւ։ Այստեղ գոլեկանը و در این راه ما چه خواهیم داشت؟ من باید این رو հիշատակեցին Աքեմենյան շրջանը, իրանական քաղաքակրթությունը, دوستان من در خصوص دوران هخامنشی و تمدن ایرانی صحبت کردم Հայաստանի ներկայությունը եւ այլն եւ այլն։ و حضور ارمنستان و بقیه موارد صحبت کردم. Ես ասեմ, որ այսպիսի նախագծի լրջագույն իրականացումը մեր քաղաքակրթությունները, որոնք եղել են հազարամյակների ընթացքում ջերմ երկխոսության մեջ, հավասար երկխոսության մեջ, ստանան հետագա զարգացման հզորագույն լիցքեր, որոնք նաև մոդելային ուրեմն արժեք ունեն երկու քաղաքակրթությունները։ Այս տարածաշրջանում նման բարակայում و در این عصر در چنین وضعیتی աշխարհը կտեսնի քաղաքակրթությունների այնպիսի երկխոսություն, دنیا شاهد چنان گفتگوی تمدن‌هایی خواهد بود ինչպեսին ցանկանում են նախագահ Խաթամի که آقای خاتمی در این خصوص صحبت می‌کرد. քաղաքակրթություններ երկխոսություն, گفتگوی تمدن‌ها մոդելային է եւ պատմական է, هم به عنوان مدل هم به عنوان تاریخ եւ մշակութային ու պատմական է։ و هم فرهنگی و هم تاریخی. Ես կարծում եմ, որ պետությունները պետք է հիմնավորապես լուծեն իրենց հարցերը։
اما فکر میکنم دولت ها باید به صورت اساسی مسائل خودشون رو حل بکنن. Բնական է վերլուծական ծառայություններն այստեղ ունեն բացառիկ դեր եւ նշանակություն։ طبیعتا مراکز تحقیقاتی نقش و مسئولیت ماموریت رسالت خاص خودشون رو در این عرصه دارن. Ես կարող եմ ձեզ փոխանցել, որ հարավ-հյուսիս Հայաստանի ճանապարհի հայկական հատվածը من باید بگم که در مسیر شمال جنوب ارمنستان و بخش جنوبی آن به خصوص ինտենսիվ կառույցի մեջ է به صورت فعالانه در این عرصه وجود دارن. եւ Լեռնոտ Հայաստանի բոլոր ուրեմն ինչեր տունելների կառուցումը հանձնված է բացառապես Իրանի Իսլամական Հանրապետության շինարարական به կազմակերպություններին։ خصوص کل تونل هایی که در مسیر کوهستانی اون منطقه جنوبی ارمنستان در حال شکل گرفتن به شرکت های ایرانی سپرده شده Դա նաեւ սիմվոլիկ նշանակություն و این مسئله ارزش سیمبولیک داره. Մենք կարող ենք դժվարությունները հաղթարելով, ինչպես անցյալում, նաեւ տունելներ հաղթարելով շարժվել առաջ։ Ավելի անվտանգ, ավելի ուժեղ։ با امنیت بیشتر و با قدرت بیشتر. Այնպես որ ձեր աջակցության կարիքն ունենք եւ կարծում եմ, որ մեր գիտական հանրույթների երկխոսությունը ինքը դրավար օրինակներից մեկը կլինի։ Քանի որ մենք գիտական հանրություն ենք եւ ես չեմ ուզում բնականաբար ձեր համբերությունը շարաշահել, աշխատում եմ մի երկու անցանդալի երևույթ նշել, որը իրավիճակի վրա ազդեց բացասականորեն։ Դուք գիտեք, որ մենք պանթյուրքիզմից առանձնապես հաճույք չենք զգում։ طبیعتا میدونید که ما هیچ دوستی یا نزدیکی با پانتورکیستان نداریم. Կարծում եմ, որ եւ վստահ եմ, որ Իրանի Իսլամական Հանրապետության հետ դա նաեւ ուժեղացնող գործոն չի։ Իրանը դրանից չի ուժեղանում։ من فکر میکنم ایران نیز از این مسئله نگران هست و مطمئنا ایران از آن قدرت نمیگیره. 44 օրյա պատերազմի ընթացքում ես ենթադրում էի, در جنگ 44 روزه من تصور میکردم որ Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ կլինի այն սահմանի փոփոխությանը, որ կար հորադիզից սկսած։ Ես ինձ թվում է, որ լուծումից հետո Իրանում մտահոգություններ մեծացան։ Ես մենք դա չտեսանք Իրանի դիրքորոշումը, հակառակը։ Իրանը ինչպես արևմուտքը կանգնեց 45 կիլոմետր սահմանի պաշտպանության խնդրի այսպես հաստատման վրա։ Ինձ թվում է վտանգի ուշ գիտակցում այդուհանդերձ Իրանին ստիպեց շատ արագ հայտարարություններ անել, որ սահմանների փոփոխությունը անընդունելի են Իրանի համար, որովհետև ալտերնատիվը վերջանում է Իրանի համար եւ Իրանը ուժեղացնում է ուզի-չուզի պանթյուրքիզմը եւ նրա վտանգ իր ներսում եւ գեոքաղաքական շարժերի մեջ։ Պատահական չի, որ 44 օրյա պատերազմից հետո Ադրբեջանի ակտիվությունը արտաքնապես եւ վտանգավոր չափերով ուժեղացավ Հայաստանի սահմաններին, որը հովանավորվում է Ռուսաստանի կողմից, که عمدتاً از طرف روسیه حمایت میشه. այն է խնդիրներ առաջացան Ադրբեջանի ադրբեջանում 210 կիլոմետրի արգայություն, որ հայկական սահմաններ, در حالی که اون 120 کیلومتری که در زمان دست ایران որևէ խնդիր, որը խնդրեմ չէր առաջացնում Իրանի համար եւ Իրանում հաստատ վստահ կիմանայի, որ 46 նեղ սահմանը շատ ավելի լայն սահմանն է, իսկ գեոքաղաքական նշանակությամբ անսահման է։ Բայց ինչ եղել է, اما تمام این موارد امروز گذشته. պատմությունը նրան համար է, որ մարդիկ դաս խաղեն, تاریخ برای این است که ما از اون درس بگیریم. իսկ գիտեք, գեոքաղաքական սխալներ կարող են աղետալի լինել պետությունների համար, անդարձ եւ անվերադարձ։ Այսինքն ստացվում է, որ ես տվյալ պարագայում բեմ են բարձրացել ոչ միայն Հայաստանի շահերը պաշտպանելու, այլ փոխշահավետ շահերի համատեղում որոնելու, որոնք բնական են։ Մեր վարչապետը մեր հարաբերություններն անվանում է բնական, որ մենք ամբողջովին բաժանում ենք այդ տեսակետը որպես կուսակցություն եւ որպես հետազոտող։
Վերջացնեմ խոսքս մի հաստատումով, որ նոր իրողությունները գեոքաղաքական, նոր ստրատեգիական իրողություններ են առաջացնում, وضعیت استراتژیک جدیدی رو ایجاد میکنن իսկ մտածողություն գիտնականի քարացած լինելու իրավունքը չունի։ و البته متفکران و تحلیلگران و روشنفکران حق ندارند که به صورت خشک و ثابت به یک موضوع نگاه کنن و همواره باید تغییر کنن و آپدیت بشن. Մենք պարտավոր ենք լուծումներ որոնել ما مجبوریم راه حل های جدید رو پیدا کنیم. եւ հզորացնել երկու պետությունների բնական ուրեմն հզորությունները։ Ասեմ վերջինը, որ Հայաստանի Հանրապետությունին պատկերացնում ինչքան ուժեղ լինի, و آخرین جمله رو تاکید کنم که هر چقدر جمهوری կազմակերպված افغانستان եւ قدرتمند و سازماندهی شده باشه տեխնոլոգիապես հագեցած, դա բացառապես ձեռնտու է նաեւ Իրանի Իսլամական Հանրապետությանը։ Ասեմ, որովհետեւ բանական ցանկությունները, հայտարարություններն այլ բան են, բայց թեզիսները փաստարկումներ են պահանջում, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը երբեք ոչ մի բանակայով որևէ երկրի թույլ չի տա իր տարածքից Իրանի Իսլամական Հանրապետության դեմ գործողություններ։ Դա մեզ համար կարմիր գիծ է, این برای ما خط قرمزی ուզե مشخص կապույտ գիծ, ուտե و- տեղի գիծ, یا ինչպես կուզեք։ یا هر رنگ دیگری که شما میخواید اسمشو بذارید ولی Ես باید ձեզ برای ما մի مهمه. կարևոր հարցի մասին են ասել, որ միշտ հարցարկվում է։ و یک مسئله مهمی که همیشه من روی اون تاکید میکنم این رو هم بگم Մեզ շատ մտահոգում է Իրանի ուրեմն սահմանների մոտ պետության մեջ Ադրբեջանում Իսրայելի ներկայությունը։ Կարծում եմ սա հարց է, որի վերաբերյալ պիտի մտածել։ فکر کنم این هم موضوعی است که باید حتما در موردش Այսքան առաջ երևի, որովհետեւ